Ազգային ազատագրական պայքարը թափ էր առնում, սկիզբն է, վերջը ով գիտի, գուցե շատ շուտով ձայնը կհնչի նաև Սասնո լեռներից, խորհում էր Սասունցի քաջերի ժառանգը, այսպես հիմնադրվեց աշտարակի երկրապահ ջոկատը, որն իր մարտական երթը սկսելով Կոռնիձորից հասավ մինչև Ոսկեպար, այնուհետև Արցախ։ Գեղազնիկին տղերքը Չաուշ էին կոչում, նմանություն տեսնելով նրա և Գևորգ Չաուշի խառնվածքի միջև։ Հայաստանում քաղաքական մթնոլորտը շիկացած էր, կազմավորված տարբեր ջոկատները գործում էին անջատ, իսկ անջատ գործող ջոկատներով անհնար էր դիմագրավել ռազմական տեխնիկայով զորեղ և թվաքանակով մեծ ոսոխին։ Եվ ահա Հայաստանի ղեկավարությունը անհրաժեշտ համարեց միավորելու այդ ուժերը մի բռունցք դարձնելու և համախումբ պայքար մղելու թշնամու դեմ։ Այդ վեհ գործին լծվեց նաև Գեղազնիկ Միքայելյանը, առաջադրանք ստանալով բանակցելու ջոկատների հրամանատարների հետ։ Օգոստոսի 28-ին անկախության հռչակագիրն ընդունելուց 5 օր հետո Գեղազնիկ Միքայելյանը Վիտյա Այվազյանի հետ միասին սկսում են իրենց առաքելությունը, սակայն տեղի է ունենում ահավոր ողբերգությունը։ Դավադիր գնդակը խոցում է նրանց, զոհվում են Գեղազնիկն ու Վիտյան, զոհվում, չտեսնելով իրենց փայփայած երազանքի իրականացումը, ազատ ու անկախ տեսնել Հայաստանը։ Նրանց երազանքն իրագործեցին մարտնկերները,